իհարկե ինչ որ տեղի ունեցավ այդ դեպքերը ցանկալի չէր, որ նման բաներ տեղի ունենան, բայց ուղիղ եթերում եւ անկեղծ եւ բաց գործունեությունը էլի հազար անգամ կներեք ընդհատելու համար, ասենք սա կենթանի process է։ Դա եմ ասում, լայվ ռեժիմում աշխատելը արհեստական բանը, մոնտաժարած, մակիաժարած։ Նույն բանը ես եմ ասում, որ իհարկե եթե ինչ-որ տեխնոլոգիաներ կիրառես ու եթե փորձես բոլորի համար լավը լինես, դա անհնար է։ Դու չես կարող, մարդը չի կարող բոլորի համար լավը լինի եւ մենք ընտրել ենք հենց այդ ուղիղ եթերի տրամաբանությունը, որ անմիջական եւ բաց ցույց տանք են ինչ որ կա եւ ես կարծում եմ, որ ստացված ֆորմատ է, ես այդ կարծիքին եմ եկել այն բանի վերումով, որ այն շփումները, որ Հայաստանի տարբեր, բոլոր շրջաններում մենք ունեցել ենք, հենց դրա մասին եմ խոսում։ Եվ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ ջերմորեն դիմավորում էին, ովքեր պատճում էին, գրկում էին, ասում էին շատ եք, չէ, բան անում, հոգներ շատ եք, բան, բայց ես պետք է ասեմ, որ ավելի հաճելի, ավելի էներգիա տվող բան, քան դրական մարդը անկեղծ շփումը, անկեղծ վերաբերմունքը չկա, այտենց ուժ չկա, գոյություն չունի այտենց էներգիա տվող բան, ինչքան որ հասարակ մարդու, այն հայ մարդու ձեռքը, որ այտենց գյուղացու մարդու ձեռքը, որ հողի մեջ աշխատած իր կոշ ձեռը որ բռնում է ու քեզ ինքը նայում աչքի հետ մեջ ու քեզ դրական բան ասում, դա այդ ուժեղ բան գոյություն չունի քաղաքական գործի համար եւ ես շնորհակալ եմ բոլորից այդ դիմավորելու, այդ ընդունելու, այդ շփման համար եւ բայց մենք էլ ենք գալու եւ գալու ենք, եթե կարող եմ դա ասել, հա, քարոզարշավի ընթացքում մենք ամեն մարզում անցկացնելու ենք առնվազն 2 օր եւ աշխատելու ենք բոլորին հանդիպենք, բոլորի հետ շփվենք, ու ուրախ ավտոբուսը, այսօր մի քիչ տխուր եմ, որովհետեւ ուրախ ավտոբուսը այսօր տենց ավտոբուսը այսօր ուրախ ավտոբուս չէր, այսօր ուրախ Շենգավիթ։ Ուրախ Շենգավիթներ ու հույս ունենամ, որ շատ շուտով այդ ավտոբուսը մենք կվերականգնենք ու էլի կգնանք մարզեր։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։